Արտաքին աշխարհի մասին ինֆորմացիայի մեծ մասը մարդը ստանում է հենց տեսողության միջոցով։ Մարդկանց լիարժեք տեսողություն պարգևելու այս շնորհակալ գործն իրականացնում է Շենգավիթ բժշկական կենտրոնի տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը։ Տեսողության լազերային կորեկցիան արդեն այսօր դարձել է բժշկության մեջ ամենաշատ կատարվող վիրահատություններից մեկը։ Տարեկան մոտ 3.5 միլիոն մարդ վիրահատվում է լազերային կորեկցիայի մեթոդով, եւ ցուցումները տեսողության լազերային կորեկցիայի դա կարճատեսությունն է, հեռատեսությունը եւ ասթիգմատիզմը։ Լազերային տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են եւ մենք արդեն ունենք այսօր շատ ժամանակակից եւ բարձրորակ լազերներ մեր կենտրոնում։ Մեր կենտրոնում կատարվում է կերատոկոնուսի կոմպլեքս բուժում, որի մեջ մտնում են ամենաժամանակակից մեթոդները, այսինքն մենք անում ենք այսօր այնպիսի բաներ, որոնք որ համապատասխանում են եվրոստանդարտների։ Լազերի միջոցով, երբ որ մենք ներարկում ենք երկու կիսաօղ, կերարինգերը, մենք կարող ենք արդեն հիվանդին տալ բարձրորակ տեսողություն։ Այդ հիվանդությունը ախտահարում է հիմնականում երիտասարդներին, երկու աչքի հիվանդություն, դեգեներատիվ բնույթի, եւ շատ արագ կարող է բերի կույրության, եթե ժամանակին բուժում չարվի։ Կենտրոնի տնօրենն ունենալով երկարամյա աշխատանքային փորձ, անցնելով վերապատրաստումներ տարբեր երկրներում, ինչպես նաև լինելով ավելի քան 50 հրապարակումների եւ 45 հոդվածների հեղինակ, իրականացնում է ակնաբուժական միջամտությունների գրեթե բոլոր տեսակները, ապահովելով տեսողություն ողջ կյանքի համար։ Կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով վիրահատությունները իրականացվում են արագ եւ անցավ։ Մեր կենտրոնում կիրառվում է ամենաժամանակակից ֆակոեմուլսիֆիկատորը, դա Infinity 3 ֆակոեմուլսիֆիկատորն է, որը թույլ է տալիս շատ կարճ եւ էֆեկտիվ բուժել կատարակտը։ Այսինքն կտրվածքը ստեղ արդեն 2 մմ է, շատ միկրոկոաքսիալ է, այսինքն շատ փոքր անցքով է հեռացում կատարակտը, եւ կատարակտը հեռացնելուց հետո մենք ներարկում ենք ներակնային ոսպնյակ։ Մենք ունենք 3 տեսակի, 3 տարբերակների ներակնային ոսպնյակներ։ Այսպիսի տեսք ունի ներակնային ոսպնյակը, տեղադրվում է աչքի մեջ, փոխարինում է բնական ոսպնյակը եւ այս արհեստական ոսպնյակը արդեն տալիս է տեսողություն ամբողջ կյանքի համար։ Կենտրոնում գլաուկոման բուժումը բոլոր իր տեսակներով եւ բոլոր մեթոդներով։ Դա լազերային մեթոդն է, դա դեղորայքային մեթոդն է եւ դա վիրահատական մեթոդն է։ Ես ուզում եմ խոսել հատուկ դրենաժային իմպլանտի մասին, որը որ կիրառվում է եւ առաջին անգամ Հայաստանում կիրառվեց մեր կենտրոնում։ Դա express glaucoma device-ն է, որը որ իրենից ներկայացնում է սրտի շունտի անալոգ։ Այսինքն սրտի շունտի նման փոքրիկ շունտը տեղադրվում է շատ ավելի փոքրիկ բնականը, տեղադրվում է աչքի մեջ եւ դա արդեն ապահովում է ստաբիլ ներակնային ճնշում հիվանդի ամբողջ կյանքի համար։ Կիրառվում են նաեւ աչքի տարբեր տեսակի օկուլոպլաստիկ վիրահատություններ, պտոզի, կոպի արտանկումի եւ այլ հիվանդությունների ժամանակ այսօր արդեն շատ արդիական է դարձել խոսել աչքի չոր աչքի համախտանշի մասին, քանի որ դա արդեն շատ տարածված խնդիր է եւ մեր այսօրվա պղտոտված օդի եւ չոր օդի պատճառով, նաեւ համակարգչի մոտ երկար աշխատելու պատճառով եւ շատ հանգամանքների հետ կապված մեր կենտրոնում նաեւ կատարվում է դեռահասների եւ երեխաների ժամանակակից ախտորոշումը իրանց աչքի խնդիրների։ Մենք կատարում ենք կոմպլեքսային ապարատային բուժում։ Մեր կենտրոնում նաեւ կիրառվում է ցանցաթաղանթի ֆոտոլազեր կոագուլյացիա, այսինքն ցանցաթաղանթի, այսինքն ակնահատակի բուժում։ Առանձնահատուկ ուզում եմ խոսել կոնտակտային լինզաների մասին, որտեղ մեր կենտրոնում կիրառվում են ամերիկյան բարձրակ կոնտակտային լինզաներ, որոնք որ շատ էֆեկտիվ են եւ բոլոր հիվանդներին մարդկանց խորհուրդ եմ տալիս ձեռք բերել կոնտակտային լինզաները բուժ հիմնարկում։ Պարտադիր, որովհետև կոնտակտային լինզան պետք է դրվի աչքի վրա բժշկի ձեռքերով եւ այդ տրեյնինգը, որ պետք է հիվանդը անցնի, պարտադիր պետք է անցնի հիվանդանոցում։ Ահա հենց նոր կատարվեց լազերային կորեկցիա, ամբողջ վիրահատությունը տևել է 10 րոպե։ Հիվանդին կատարվել է -10 կարճատեսության լազերային կորեկցիա, երկու աչքին տեղային անցկայացման տակ։ Եվ ես կուզեի նաև հիվանդի կարծիքը հարցնեինք, թե ինչպես դուք զգացիք վիրահատությունը, ըստ ձեզ ինչպես էր։ Շատ լավ եմ, ոչ մի ցավ չեմ զգացել վիրահատության ընթացքում։
Կարևորելով առողջությունը եւ շրջակա աշխարհը տեսնելու հնարավորությունը, տեսողության լազերային կորեկցիայի եւ աչքի միկրովիրաբուժության կենտրոնը մեր աչքի լույսը պահում է աչքի լույսի պես։